Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Adnaclassnic-ում, Contact-ում, Facebook-յան ալիքներում, գրացվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ մայախոսություններ կա, կանխատեսումներ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ из հրդե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики! Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту для каждого человека. Отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю в себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Дорогие мои подписчики, каждое воскресенье, субботу я выхожу на прямой эфир, где отвечаю на ваши вопросы. Если вы хотите, чтобы я на ваши вопросы ответил, вы можете писать ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Личные отношения, любовные отношения, финансовая сфера, здоровье, наличие негатива. Я и на такие вопросы еще отвечу. Если увижу, что причины вашего неприятного, причина вашей неудачи в личной жизни, в финансовой сфере, причина вашей болезни, это какой-нибудь вид проклятия, я это тоже буду вам говорить, вы будете знать. Ինչպես գիտեք սիրելի ունկնդիրներ, ես ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ու եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Որպեսզի ձեր հարցերին պատասխանեմ, դուք պետք է գրեք ձեր անունը, գրեք դուք պետք է գրեք ձեր անունը, գրեք ձեր տարիքը և գրեք ձեր հարցը, անձնական ոլորտ, ֆինանսական ոլորտ, նեգատիվի, թուղթուգրի արկայություն, ես նման հարցերով նույնպես սիրելիներս նման հարցերին նույնպես պատասխանում եմ։ Если ես տեսնեմ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը դա կապված է թուղթուգրի հետ, կապված է ինչ-որ նեգատիվի հետ, ես դա նույնպես սիրելիներս կբարձրաձայնեմ։ Դուք էլ ակտիվ եղեք ձեր լայքերով, ձեր մեկնաբանություններով, ձեր նվերներով։ Բարև ձեզ։ Ռիմա 34 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռիմայի համար։ Ռիմա 34 տարեկան։ Սիրելի Ռիմա, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, որի պատճառով դուք ունեք և անձնական խնդիրներ, և ունեք ֆինանսական խնդիրներ, և ունեք առողջական խնդիրներ, եթե դուք ուշադրություն դարձնեք ձեր կյանքի մեջ
ոչ թե առաջընթաց է, այլ հետընթաց է։ Դուք վազում եք, բայց առաջ չեք շարժվում, ընդհակառակը նույնիսկ տեղում չեք թողում, ընդհակառակը ինչ ընկերու հնարավորություններ ունեք, դա կորցնում եք։ Սիրելի ռիմա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս անեծքի, այս նեգատիվի տակից, սիրելի ռիմա, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի հաղթանակներ, ձեր երազանքները կկատարվեն։ Քանի կա այս նեգատիվը, այն կա ամբողջովին փակում է ձեր առաջխաղացման ընթացքը։ Խնդիրներ, պրոբլեմներ։ Լաուրա 22 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լաուրայի համար։ Լաուրա 22 տարեկան։ Սիրելի Լաուրա, ձեր վրա նույնպես կա խնդիր, ձեր վրա նույնպես կա պրոբլեմ, դուք նույնպես զգացել եք, որ ձեր եւ անձնական կյանքում եւ ձեր ֆինանսական մասնագիտական ոլորտում կա խնդիրներ։ Սիրելի Լաուրա, ուշադրություն դարձրեք եւ ձեր հայրական ազգը եւ ձեր մայրական ազգը ամբողջովին նեգատիվի անեծքի տակ է։ Դուք զգում եք, որ ինչ-որ բան այն չի, դուք վազում եք, բայց առաջ չեք գնում, ուր դիմում եք, չի ստացվում, եւ անձնական ոլորտում կա խնդիրներ, կա հոգեբանական տրավմաներ, ճիշտ է դուք երիտասարդ եք, ձեզ թվում է, թե դրանք ժամանակավոր են, դուք կհաղթարեք այդ իրավիճակից դուրս կգաք, բայց ոչ սիրելիս, ցույց է տալիս, որ այս նեգատիվը ինքը այնպիսի նեգատիվ է, որ եթե մարդու ազգի վրա կա, ինքը չի թողնում, որ ազգը զարգանա, ազգը կանգ է առնում, չի լինի ամուսնություն, չի լինի երեխաներ, կլինեն երեխաներ առողջական խնդիրներով։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի երջանկություն։ Դուք դեռ երիտասարդ եք, դուք դեռ հնարավորություն ունեք, այն ինչ որ ճակատագրով ձեզ տրված է, դրան հասնել։ Բարև ձեզ։ Ռոման 40 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռոմանի համար։ Ռոման 40 տարեկան։ Սիրելի Ռոման, ձեր վրա կա թուղթուգիր, անձնականը փակված է, ֆինանսականը փակված է, կա նաև առողջական խնդիրներ, հնարավոր է հենասրաժողական համակարգի հետ կապված, հնարավոր է հորմոնալ ֆոնի հետ կապված։ Սիրելի Ռոման, դուք լավ գիտեք, որ ձեր վրա կա թուղթուգիր, սա սիրային մագիա է, կնոջ կողմից կատարված գիր է, որը նման ձևով փակում է ձեր առաջխաղացումը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Ռոման, եւ դուք այս տարօրինակ իրավիճակից, այս վայրիչքից դուրս կգաք եւ ձեր կյանքի մեջ կլինի հաղթանակներ եւ անձնական դեպակված եւ ֆինանսական սիրելի Ռոման, Մամուտ 29 տարեկան եւ կամուսնանա։ Մամուտ 29 տարեկան եւ կամուսնանա։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մամուտի համար։ Մամուտ եւ կամուսնանա։ Կամուսնանա Մամուտը, կամուսնանա, անպայման կամուսնանա եւ շատ մոտակա ժամանակահատված է, դա տարիներ չի, Մամուտը անպայման կամուսնանա, ցույց է տալիս ամուսնություն։ Մարգարիտա 34 տարեկան,
Ինչ է սպասվում մոտակա ժամանակահատվածներում։ Տեսնենք ինչ է հասում տիեզերքը մեր սիրելի Մարգարիտայի համար։ Շնորհակալ եմ նվերների համար։ Մարգարիտա, ինչ է սպասվում մոտ ապագայում։ Կա խնդիրներ, սիրելի Մարգարիտա։ Սիրելի Մարգարիտա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ոչ մոտ ապագայում, ոչ հեռու անցյալում հաջողություն չկա։ Դուք այնպիսի իրավիճակի առաջ եք կանգնած, որ խնդիրներ, պրոբլեմներ, դեռ մեկ պրոբլեմից դուրս չկաց, ընկնում եք մյուս պրոբլեմի մեջ։ Պրոբլեմը եւ անձնական ոլորտում է եւ ֆինանսական ոլորտում է։ Գիտեք ինչ, ոչ անձնական ոլորտ կա, ոչ էլ ֆինանսական ոլորտ։ Սիրելի Մարգարիտա, վազք կա, արդյունք չկա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բազատվեք այս նեգատիվից։ Սիրելի Մարգարիտա, սա ձեր մայրական ազգից է գալիս, ձեր եթե ունեք մորաքույրներ, մորեղբայրներ, իրենց ազգը նույնպես նման իրավիճակի մեջ է։ Անպայման մաքրեք այս նեգատիվը ձեր վրայից, սիրելի Մարգարիտա, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների, լայքերի, սրտիկների համար։ Արմեն 44 տարեկան ֆինանսական Արմեն 44 տարեկան ֆինանսական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմենի համար Արմեն 44 տարեկան ֆինանսական Կա խնդիրներ սիրելի Արմեն Ոնց որ ճանապարհները փակված են, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, կլինի հաղթանակներ, մի հիասթափվեք, մի վախեցեք, մի հուսահատվեք, ձեր ֆինանսական ոլորտում ճիշտ է այժմ ցույց է տալիս, որ կա պրոբլեմներ, բայց այդ պրոբլեմները հաղթահարվող են, դուք այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս կգաք։ Ժորը 29 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը Ժոր 29 տարեկան անձնական Ժոր անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը Սիրելի ժոր, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Հաջողություն է ցույց տալիս, ձեր դեմ ճանապարհներ է բացվում, ձեր դեմ հնարավորություններ է բացվում։ Զարա 27 տարեկան Երբ կամուսնանա Զարա 27 տարեկան Երբ կամուսնանա Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Զարայի համար Զարա 27 տարեկան Երբ կամուսնանա Կա խնդիրներ, սիրելի Զարա, բայց դուք կամուսնանաք։ Կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, այդ խնդիրները լուծելի են, ցույց է տալիս ձեր դեմ բացվում է հնարավորություն, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, ձեզ սպասում է երջանիկ ամուսնություն։ Ինչ երազանք նպատակ, որ ունեք սիրելի Զարա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Այո, ես կարող եմ մաքրման գործողություն կատարել, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք նաև ինձ դիմել։ Բարև ձեզ։ Ես ձեզանից եմ շնորհակալ։
Սուսաննա 21 տարեկան, ինչ է սպասվում ապագայում։ Սուսաննա 21 տարեկան, ինչ է սպասվում ապագայում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սուսաննայի համար։ Սկզբից ֆինանսական հաջողություն, գործնական հաջողություն, հաջողություն կրթական մասնագիտական ոլորտում, նաև հաջողություններ կա սիրելի Սուսաննա ձեր անձնական ոլորտում։ Ձեզ հաջողություն է սպասում սկզբից ֆինանսական մասնագիտական ոլորտում։ Ռեգինա 43 տարեկան, անձնական։ Ռեգինա 43 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռեգինայի համար։ Ռեգինա 43 տարեկան, անձնական։ Մոսվոր քնած լինի ձեր անձնականը, սիրելի Ռեգինա։ Սիրելի Ռեգինա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որի պատճառով ձեր անձնականը քնած է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, այս քնած անձնականը ձեր վրայից մաքրեք եւ ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Սիրելի Ռեգինա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, կախարդանք, ամբողջովին փակված է ձեր անձնականը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ։ Լիլիթ 32 տարեկան, փոփոխություններ կլինի անձնական կյանքում, թե ոչ։ Լիլիթ, փոփոխություններ կլինի անձնական կյանքում, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Սիրելի Լիլիթ, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա կախարդանք կա, եթե նույնիսկ փոփոխություններ էլ լինի ոչ թե դեպի լավը, այլ ընդհանրակը դեպի վատը։ Վտազմունքների մեջ եք, խնդիրների, պրոբլեմների մեջ եք, դուք ձեզ լավ չեք զգում, ոնց որ նեղված չեք էլ կարողանում որոշում կայացնել։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր ազատվեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի ոչ միայն անձնական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Իսկ եթե այս նեգատիվը մնա, ընդհանրակը պրոբլեմները ավելի կշատանան։ Կայանե 30 տարեկան, երբ տղա կունենաք։ Կայանե 30 տարեկան, երբ տղա երեխա կունենաք։ Կայանե 30 տարեկան, սիրելի Կայանե, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով հնարավոր չէ երեխա, հատկապես տղա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի Կայանե, եւ հնարավոր է, որ տղա երեխա լինի։ Քանի այս նեգատիվը չկա երեխա, հատկապես տղա երեխայի դեմը ամբողջովին փակված է։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Լիզա 27 տարեկան, անձնական։
Լիզա 27 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիզայի համար։ Լիզա 27 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Լիզա։ Սիրելի Լիզա, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, ձեր վրա կա գիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը գալիս տեղ չի հասնում, ձեր 4 կողմը նորմալ մարդիկ չեն բդդում, որպես հակառակ սերը ներկայացուցիչ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական։ Ձեր անձնականը ամբողջովին փակված է, սիրելի Լիզա։ Վահան 28 տարեկան անձնական։ Վահան 28 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վահանի համար։ Վահան 28 տարեկան անձնական։ Սիրելի Վահան, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ ունեք սիրելի Վահան, ձեր երազանքները նպատակները կատարվում են։ Հաջողություն է ցույց տալիս սիրելի Վահան ձեր անձնական ոլորտում։ Արմինե 39 տարեկան անձնական։ Արմինե 39 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Ձեր անձնականը քնած է սիրելի Արմինե։ Այո, ցույց է տալիս, որ կա խնդիրներ, որ ամբողջովին գլխի վրա տարած լինեք։ Սիրելի Արմինե, ձեր վրա կա տոհմական անեծք։ Եվ հայրական ազգն է փակված, եւ մայրական ազգն է փակված, դրա պատճառով էլ եւ անձնական խնդիրներ կա, եւ ֆինանսական խնդիրներ կա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Արմինե, ձեր բազատվեք այս տոհմական անեծքից եւ թակուին, որ ծաղրածոյի կարգավիճակով էր, նորից կդառնա թակուի, նորից կլինի անձնական, նորից կլինի երջանկություն։ Ձեր վրա տոհմական անեծք կա, այն ամբողջովին փակվում է հաջողությունը եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Արթուր 42 տարեկան ֆինանսական։ Արթուր 42 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար։ Արթուր 42 տարեկան ֆինանսական։ Կա խնդիրներ սիրելի Արթուր, բայց այդ խնդիրները ժամանակավոր է, ձեր եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն։ Ձեր դեմ բացվում է ճանապարհները, Աստծո ձեռնել, տիեզերական ուժերի ձեռնել ձեր վրա է, ճիշտ ուղղորդում է ձեզ, դուք այդ իրավիճակից, եթե նույնիսկ կա խնդիրներ, դուք այդ իրավիճակից հաղթանակով դուրս եք գալիս սիրելի Արթուր։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Մելանիա, առողջական, Մելանիա 74 տարեկան, առողջական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, սիրելի Մելանիա, ձեր առողջական խնդիրը դա ոչ թե սովորական առողջական խնդիր է, ձեր վրա կա թուղթուկից, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա,
որը բերել է նման առողջական խնդիր, որպեսզի լինի ապակինում, որպեսզի լինի լավացում, ոչ միայն պետք է կատարեք բժիշկների ցուցումը, նաև պետք է ձեր ազատվեք այս նեգատիվից, որպեսզի բժիշկների ցուցումը օգուտ տա։ Եթե բժիշկների ցուցումը կատարեք, բայց ձեր բիոէներգետիկ դաշտը չմաքրեք, ընդհակառակը ավելի խնդիրները կվատանան, ավելի կբարձրանան։ Անպայման դիմեք էքստրասենսի մաքրման գործողություն կատարեք, որպեսզի բուժումը լինի արդյունավետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ։ Վիկա 22 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վիկայի համար։ Վիկա 22 տարեկան, անձնական։ Կլինի հաջողություն, սիրելի Վիկա, ձեր և անձնական ոլորտում և ձեր ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, կլինի առաջխաղացում, սկզբից ձեր ֆինանսական ոլորտում կլինի լավ, ձեր մասնագիտական ոլորտում, ձեր աշխատանքային ոլորտում, հետագայում էլ նաև ձեր տեղ հնարավորություններ կբացվի, ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություններ։ Բարև ձեզ։ Արթուր 42 տարեկան և կունենա տղա երեխա։ Արթուր 42 տարեկան և կունենա տղա երեխա։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար։ Դուք կունենաք տղա երեխա, սիրելի Արթուր, դուք կունենաք տղա երեխա, ձեզանից էլ աշխարհուստանք եմ սպասում, տիեզերքը ձեզ մեծ անակնկալ է պարգևում, դուք տղա երեխա կունենաք։ Անչափահասներին չեմ նայում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արփին է 25 տարեկան, ֆինանսական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արփինեի համար։ Արփինե 25 տարեկան, ֆինանսական։
կա խնդիրներ, սիրելի Արփինե, վախենում եք առաջ գնալ, վախենում եք, սիրելի Արփինե, ձեր ֆինանսական ոլորտում ճիշտ է կա վախեր, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, բայց ցույց է տալիս, որ մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր կյանքի ոտեմ հաջողություն է բացվում եւ դուք ֆինանսական ոլորտում, աշխատանքային ոլորտում կունենաք հաջողություն։ Ցույց է տալիս, որ այդ եթե խնդիրները կան, դուք այդ խնդիրները հաղթանակով դուրս եք գալիս։ Բարև ձեզ, Վահե 39 տարեկան, կամուսնանա թե ոչ։ Սիրանուշ Արկադի, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սիրանուշի և Արկադիի համար, Սիրանուշ Արկադի, Սիրելի Սիրանուշ, սիրելի Արկադի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվի տակից, սիրելիս, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կա թուղթուգիր, կա անեծք, կա կախարդանք, կա մագիա, որը փակում է ձեր առաջխաղացումը, և անձնական ոլորտում կա խնդիրներ, և ֆինանսական ոլորտում կա խնդիրներ։ Եթե այս նեգատիվը մնա, ընդհանրակը ավելի մեծ պրոբլեմներ կլինի, խնդիրներն ու պրոբլեմները ավելի կշատանա։ Սամվել 68 տարեկան, առողջական, Սամվել 68 տարեկան, առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սամվելի համար, Սամվել 68 տարեկան, առողջական, Սիրելի Սամվել, դուք կլավանաք, դուք կապաքինվեք, ճիշտ է ցույց է տալիս բժիշկների միջամտություն, կատարեք բժիշկների ցուցումը և կլինի ապաքինում, կլինի լավացում, դուք կլավանաք, դուք կապաքինվեք, սիրելի Սամվել։ Արման 23 տարեկան, աբագա, Արման 23 տարեկան, աբագա, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմանի համար, Արման 23 տարեկան, աբագա, Սիրելի Արման, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա տոհմական անեծք, որի պատճառով ձեր ապագան չեմ տեսնում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվից մաքրվեք, սիրելի Արման, և նոր կլինի ապագա։ Այս նեգատիվը ամբողջովին փակում է ձեր և անձնական ճանապարհը, ձեր ապագան, ձեր հաջողությունն ու երջանկությունը։
դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, կլինի ավագա։ Աստղիկ 35 տարեկան երեխա կունենա, թե ոչ։ Աստղիկ 30 տարեկան երեխա կունենա, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի աստղիկի համար։ Աստղիկ։ Այո, սիրելի աստղիկ, դուք երեխա կունենաք։ Այո, դուք երեխա կունենաք։ Ձեզանից էլ աշխարհուսանք եմ սպասվում։ Արևիկ 24 տարեկան անձնական։ Արևիկ 24 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արևիկի համար։ Արևիկ 24 տարեկան անձնական։ Սիրելի Արևիկ, ձեր անձնականը փակված է։ Ձեր մոտ պետք է լիներ ամուսնություն, պետք է լիներ նշանադրություն ու չի կայացել, որովհետև ձեր վրա կատարել են թուղթուգիր, ձեր վրա կատարել են մագիա։ Սիրելի Արևիկ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան ձեր վրայից մաքրեք և դուք կունենաք անձնական երջանկություն։ Եթե սա չմաքրվի ձեր վրայից, սիրելի Արևիկ, ձեր անձնականը չի լինի։ Փակված է ձեր անձնականը։ Սյուզաննա 18 տարեկան Սյուզաննա 18 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Սիրելի Սյուզաննա, ձեր տան վրա կա թուղթուգիր, ձեր ընտանիքի վրա, ձեր տոմի վրա կա թուղթուգիր, փակված է ձեր մոտ և անձնականը, և գործնականը, կա նաև հոգեբանական խնդիրներ, ազգի մեջ կան վաղաժամ մահեր։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, դուրս եկեք այս տարօրինակ իրավիճակից և դուք դեռ երիտասարդ եք, ձեր դեմ ճանապարհներ կբացվի, դուք այն ինչ որ ճակատագիրը ամենալավը ձեզ համար ստեղծել է, դուք դրան կհասնեք։ Իսկ եթե չմաքրվեք այս մագիան մնա ձեր վրա, դուք առաջխաղացում չեք ունենալ։ Ընդհակառակը պրոբլեմներ և խնդիրներ կլինեն։ Կարինե 38 տարեկան բալիկներ կունենա, թե ոչ։ Կարինե 38 տարեկան բալիկ կունենա, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Այո, սիրելի Կարինե, դուք բալիկ կունենաք, ճիշտ է բժշկի միջամտություն է ցույց տալիս, բայց բալիկ դուք կունենաք։ Դուք բալիկ կունենաք։ Սամվել 20 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սամվելի համար։ Սամվել 20 տարեկան անձնական։ Սիրելի Սամվել, ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ձեր դեմ ճանապարհներն են բացվում, ինչ երազանքներ, նպատակներ ունեք, սիրելի Սամվել, և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում դրանք կատարվելու են։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր նվերների համար, ձեր լայքերի համար։
Բարև ձեզ, բարև ձեզ։ Կարող եք նվերով, կարող եք լայքերով, կարող եք իմ սայթերին գրանցվեք, ինչպես ձեզ հարմար է։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Գոհար 29 տարեկան, անձնական։ Գոհար 29 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գոհարի համար։ Գոհար 29 տարեկան, անձնական։ Սիրելի Գոհար, ձեր վրա կա թուղթուդիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր անձնականը ամբողջովին փակ է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Գոհար, դուք դեռ երիտասարդ եք, անձնական կունենաք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Հունան 27 տարեկան, անձնական։ Հունան 27 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հունանի համար։ Հունան 27 տարեկան, անձնական։ Սիրելի Հունան, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Մարիետա Գոր։ Աբագա, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիետայի եւ Գորի համար։ Մարիետա եւ Գոր։ Կա խնդիրներ, սիրելի Մարիետա, սիրելի Գոր։ Կա ֆինանսական խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի հաղթանակներ, եթե խնդիրը կա, պրոբլեմներ կա, սիրելի Մարիետա, սիրելի Գոր, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաջողությամբ դուրս եք գալիս։ Լիանա 48 տարեկան, Լիանա 48 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար։ Լիանա 48 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Լիանա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, դուք եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում ունենալու եք հաջողություն, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, այդ խնդիրներից ձեր սիրելի Լիանա դուրս եք գալիս հաղթանակով։
Նարինե 56 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Նարինե 56 տարեկան։ Սիրելի Նարինե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, եթե խնդիրներ կա պետական, ֆինանսական դռների հետ, առողջական դռների հետ, ցույց է տալիս, որ դուք այդ դռներից, այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհ, ձեր դեմ բացվում է հնարավորությունների ճանապարհ, հաջողություններ է ցույց տալիս, բարև ձեզ, Կայան է, 26 թվին կամ ուսնանակ, թե ոչ, Կայան է, 36 տարեկան, հաջորդ տարի ամուսնություն կլինի, թե ոչ, այո, սիրելի Կայան է, ամուսնություն կլինի, ինչ երազանք նպատակներ ունեք, դրանք կկատարվեն, այո, սիրելի Կայան է, ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս ամուսնություն, ցույց է տալիս երազանքների, նպատակների կատարում։ Արդակ 38 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արդակի համար, Արդակ 38 տարեկան, սիրելի Արդակ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, ձեր վրա կա կախարդանք, ձեր կյանքի բոլոր ոլորտները փակված են, հատկապես անձնական ոլորտը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արդակ, եւ ձեր կյանքի մեջ կլինի հաջողություն, կլինի երջանկություն, եթե մնա այս նեգատիվը եւ կյանքի բոլոր ոլորտները կգնեն խնդիրների, պրոբլեմների փակուղու առաջ կգնեք, սիրելի Արդակ։ Արսեն 20 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արսենին, Արսեն 20 տարեկան, կա խնդիրներ ֆինանսական, սիրելի Արսեն, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդակ, ձեր վրա կա տոհմական անեզք, եւ անձնական դե փակված, եւ կորստական դե փակված, ինչին ձեր ես տալիս չի ստացվում, ինչին ձեր եք գցում, քանդվում ու փլուզվում է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բազատվեք այս նեգատիվից, այս նեգատիվը փակում է ձեր հաջողության ճանապարհը, ձեր բազատվեք այս նեգատիվից եւ անձնական հաջողություն կլինի, անձնական երջանկություն եւ ֆինանսական հաջողություն։ Այդ նեգատիվը ձեր կյանքի բոլոր ոլորտները փակում է, հնարավոր է նաեւ խնդիրներ պետական իրավական դռների հետ։ Բարև ձեզ։ Մարգարիտա 29 տարեկան, Մարգարիտա 29 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մարգարիտայի համար, Մարգարիտա 29 տարեկան, սիրելի Մարգարիտա,
կա խնդիրներ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր հաջողության ճանապարհը փակված է, դու փորձում եք այդ իրավիճակը հաղթահարել դուրս գալ, բայց այստեղ ցույց է տալիս, որ նույնիսկ ֆիզիկական խնդիրներ եք ունենալու, ցույց է տալիս, որ այս մագիան, այս կախարդանքը չի թողնում, որ դուք ազնական երջանկություն ունենաք, ֆինանսական հաջողություն ունենաք, դուք ձեր տեղը գտնեք, ընդհանրապես ձեզի դեզերկոտված է երջանկություն, բայց այս մագիան, այս կախարդակը ամբողջովին փակում է ձեր հաջողության ճանապարհը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք, սիրելի Մարգարիտա, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Եթե այս նեգատիվը մնա, սիրելի Մարգարիտա, ինքը ընդհակառակը ձեր կյանքը ավելի է վատացնելու, ավելի շատ պրոբլեմների ու խնդիրների առաջ է կանգնեցնելու։ Ձեզ համար ձեր կյանքը դառնալու է անցանկալի։ Մհեր 34 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեզ սիրելի մհերի համար, մհեր 34 տարեկան, կա խնդիրներ սիրելի մհեր, եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում ճիշտ է կա խնդիրներ, ամեն ինչ փակված ոնց որ դարած լինի, բայց իմացեք, որ դուք կկարողանաք այդ խնդիրները հաղթահարել, դուք կկարողանաք այդ իրավիճակից դուրս գալ, սիրելի մայր, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները հաղթահարելի են, ձեր դեմ կբացվի հնարավորություններ, ձեր դեմ կբացվի ճանապարհներ։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Սվետա 43 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեզ սիրելի Սվետայի համար, Սվետա 43 տարեկան, կա խնդիրներ սիրելի Սվետա, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր դեմ բացում է ճանապարհներ, ձեր դեմ բացում է հնարավորություններ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում դուք հաջողություն կունենաք։ Անչափահասներին չեմ նայում։ Բարև ձեզ։ Հասկանալի է։ Թինա 32 տարեկան, անձնական, Թինա 32 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թինայի համար, Թինա 32 տարեկան, սիրելի Թինա, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, սիրելի Թինա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաջողությամբ դուրս եք գալիս։
Մարտին 22 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարտինի համար։ Մարտին 22 տարեկան։ Հաջողություն է ցույց տալիս Մարտինի մոտ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, ինչ երազանքներ նպատակներ որ ունի մեր սիրելի Մարտինը, իր երազանքները նպատակները կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմներ կա, սիրելի Մարտինը այդ խնդիրներից, պրոբլեմներից հաջողության դուրս է գալիս, հաջողություն է ցույց տալիս եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Ամանան 21 տարեկան։ Ամանան 21 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ամանանի համար։ Մանան 21 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Մանան, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, աստեղ ցույց է տալիս հիասթափություն կա, բայց մի հիասթափվեք, ձեր դեմ հաջողություն է բացվում, ձեր դեմ երջանկության ճանապարհ է բացվում եւ անձնական երջանկություն է ցույց տալիս եւ ֆինանսական հաջողություն է ցույց տալիս։ Մարիամ 29 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մարիամի համար։ Մարիամ 29 տարեկան։ Մարիամ կա խնդիրներ, սիրելի Մարիամ։ Սիրելի Մարիամ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեսք, ձեր ճանապարհները փակված են եւ անձնական ոլորտում կա խնդիրներ եւ ֆինանսական ոլորտում կա խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Մարիամ, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Այս անեսքը ձեր ճանապարհները փակում է։ Այս անեսքը, այս մագիան, այս կախարդանքը ձեր ճանապարհները փակում է։ Լիանա 26 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար։ Լիանա 26 տարեկան։ Լիանա 26 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Խնդիրներ կա, վախեր կա, սիրելի Լիանա, բայց այդ խնդիրները, վախերը, պրոբլեմները ժամանակավոր են, նեղությունը, դժվարությունը, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ ասում է հաջողության ճանապարհ, ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվում են, սիրելի Լիանա։ Հաջողություն է ցույց տալիս ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Հաջողություն, հաջողություն եւ հաջողություն։ Ռիմա 32 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ռիմայի համար։ Ռիմա 32 տարեկան։ Սիրելի Ռիմա, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ փաստում է հաջողության ժամանակահատված, երջանկության ժամանակահատված, ձեր երազանքները, ինչ երազանք որ դու ունես, սիրելի Ռիմա, ձեր երազանքը կատարվելու է։ Մարինե 29 տարեկան, բալիկ կունենաք թե ոչ։ Մարինե 29 տարեկան, բալիկ կունենաք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարինեի համար։
Այո, որոշակի ժամանակ է ցույց տալիս սիրելի Մարինե, բայց դուք բարիք կունենաք, քիչ ժամանակ է ցույց տալիս։ Ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում։ Շամիլ 23 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Շամիլի համար։ Շամիլ 23 տարեկան։ Սիրելի Շամիլ, ձեր վրա կատում մագանանեսք։ Ձեր եւ անձնականն է փակված եւ գործնականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք ասնեգատիվի տակից, սիրելի Շամիլ, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Այս տոմական անեսկը, այս մագիան, այս կախարդանքը, սիրելի Շամիլ, ձեր դեմ ճանապարհները փակում է։ Ձեր վրա կատում մագանանեսք, մաքրվեք անպայման, սիրելի Շամիլ։ Մանուկ 25 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մանուկի համար։ Մանուկ 25 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Մանուկ։ Սիրելի Մանուկը, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեսք, ձեր վրա կա մագիա, ձեր եւ անձնականն է փակված եւ ֆինանսականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից։ Սիրելի Մանուկ, եթե չմաքրվեք, ընդհակառակը, քանի գնա ավելի խնդիրներն ու խնդիրները կշատանան։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Քրիստենե 27 տարեկան։ Քրիստինե 27 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար։ Քրիստինե 27 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Քրիստինե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում է, ֆինանսական ոլորտում է, լինելու է հաջողություն, ինչ երազանքներ, նպատակներ ունեք, սիրելի Քրիստինե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Մարիետա 21 տարեկան, բարիք կունենաք, թե ոչ։ Չէ, երեխայիդ կտան, թե ոչ։ Մարիետա 21 տարեկան, ձեր երեխային կտան ձեզ, թե ոչ։ Մարիետա 21 տարեկան, ձեր բարիքը ձեզ կտան, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Մարիետա 21 տարեկան։ Այո, սիրելի Մարիետա, քո բարիքը քեզ կտան։ Դուք այդ հաղավիճաբանությունից, այդ իրավական քաշքշուկից հաղթանակով դուրս կգաք։ Այո, ձեր բարիքը ձեզ կտան։ Կարինե 45 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Կարինե 45 տարեկան։ Սիրելի Կարինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, եւ ֆինանսական դեպ հասված, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներն է խնդիրների մեջ են։ Սիրելի Կարինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, դուրս եկեք այս կախարդանքից եւ ֆինանսական հաջողություն կլինի եւ անձնական երջանկություն կլինի։
Փակված է ձեր հաջողության ճանապարհը, սիրելի Կարինե։ Գևորգ 32 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գևորգի համար։ Գևորգ 32 տարեկան, կա խնդիրներ սիրելի Գևորգ, եւ անձնական ոլորտն է փակված եւ ֆինանսական ոլորտն է փակված, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, սիրելի Գևորգ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվի տակից, սիրելի Գևորգ, եւ անձնական հաջողություն կլինի, եւ ֆինանսական հաջողություն կլինի։ Հերմինե 21 տարեկան, ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Հերմինե 21 տարեկան, ընդհանուր։ Սիրելի Հերմինե, ձեր տան վրա, ձեր ընտանիքի վրա կա թուղթուղիր, կա կախարդանք, կա մագիա, որի պատճառով ընդհանուր դուք եւ անձնական խնդիր ունենալու եք եւ ֆինանսական խնդիրներ եք ունենալու։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս թուղթուղիրը, այս կախարդանքը ձեր վրայից, ձեր տան վրայից մաքրեք, սիրելի Հերմինե, եւ կլինի հաջողություն եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Գևորգ 29 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գևորգի համար։ Գևորգ 29 տարեկան, կա խնդիրներ սիրելի Գևորգ, բայց այդ խնդիրները սիրելի Գևորգ ձեր եւ անձնականն է փակված եւ ֆինանսականն է փակված, կա նաեւ պետական դռների հետ կապված խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որովհետեւ Աստված ցույց է տալիս, որ առաջխաղացում չկա, սիրելի Գևորգ։ Ինչ հիմքեր ունեք, դրանք բոլորը կորցնում եք, ձեր դեմ հնարավորությունները ամբողջովին փակվում են։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից եւ կլինի հաջողություն, սիրելի Գևորգ։ Ռիմա 33 տարեկան, բալիկ կունենա թե ոչ։ Ռիմա 33 տարեկան, Ռիմա 33 տարեկան, բալիկ կունենաք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռիմայի համար։ Ռիմա 33 տարեկան, բալիկ կունենաք թե ոչ։ Այո, սիրելի Ռիմա, դուք բալիկ կունենաք, դուք բալիկ կունենաք, ձեզանից էլ աշխարհուսայինք եմ սպասում։ Լիլիթ 20 տարեկան եւ կամուսնանա, Լիլիթ 20 տարեկան եւ կամուսնանա, անձնականը Լիլիթ 20 տարեկան, կա խնդիրներ սիրելի Լիլիթ, բայց դուք կամուսնանաք, սիրելի Լիլիթ, գիտեք ինչ, ընդհանրապես ցույց է տալիս, որ ինչ-որ հիասթափություն է եղել ձեր կյանքի մեջ, բայց մի վախեցեք,
դուք ունեք անձնական երջանկություն, դուք ունեք ինչ երազանք նպատակներ ունեք, դրանք պետք է կատարվելու են, ժամանակներ շատ կարճ է ցույց տալիս, ոչ թե տարիներ, դառնա 40 տարեկան, ոչ, ոչ ժամանակահատվածում ամուսնություն կլինի, սիրելի Լիլիթ, կլինի ամուսնություն։ Սիլվա 37 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սիլվայի համար, Սիլվա 37 տարեկան, սիրելի Սիլվա ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, սիրելի Սիլվա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Հաջողություն է ցույց տալիս, սիրելի Սիլվա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Հաջողություն։ Դիանա Բարև ձեզ, Անժելա 22 տարեկան անձնական, Անժելա 22 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անժելայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Անժելա, և ֆինանսական ոլորտում և սիրելի Անժելա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա տոհմական անեծք և ձեր անձնականն է փակված և ձեր ֆինանսականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Անժելա, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, այդ նեգատիվը ամբողջովին փակում է ձեր հաջողությունը։ Դիանա 25 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դիանայի համար։ Դիանա 25 տարեկան, կա խնդիրներ, սիրելի Դիանա, և անձնական ոլորտում, սիրելի Դիանա, ձեր մայրական ազգը անեծքի տակ է, եթե դուք ունեք մորաքույր, մորեղբայր, ուշադրություն դարձրեք, կա վաղաժամահեր, կա անձնական խնդիրներ, կա երեխա ունենալու հետ կապված խնդիրներ, սիրելի Դիանա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Աստված ցույց է տալիս, որ դուք ոնց որ անընդհատ խնդիրներ, անընդհատ պրոբլեմներ, ցանկանում եք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս գալ, չի ստացվում, որովհետև այդ նեգատիվը ամբողջովին փակում է ձեր առաջխաղացման ճանապարհը։ Հերմինե 21 տարեկան, գործնական, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Հերմինե 21 տարեկան, կա խնդիրներ, սիրելի Հերմինե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր և գործնական ոլորտում և անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Հաջողությունը սկզբից կլինի, սիրելի Հերմինե, ձեր գործնական ոլորտում, հետագայում նաև ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն, կլինի երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, սիրելի Հերմինե, ձեր երազանքները, նպատակները կկատարվեն։ Մայրամ Նարեկ, ունեք միասին ապագա, թե ոչ։ Մայրամ Նարեկ, ունեք միասին ապագա, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Մայրամ Նարեկ,
կա խնդիրներ, սիրելի Մայրամ, սիրելի Նարեկ, չեմ տեսնում խնդիրներ կան, այդ խնդիրները քանի քննարկան կշատանա, կբարձրանա, ես ձեզ չեմ տեսնում միասին, որովհետև հնարավոր է եւ Մայրամի հնարավոր է եւ Նարեկի վրա կա նեգատիվ, որպեսզի լինեք միասին, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ հնարավոր է դրանից հետո ձեր հարաբերությունները ակտիվանան։ Եթե կա այս նեգատիվը, սիրելիներս, դուք անհատականներ, առանձին չեք կարողանա ձեր հարաբերությունները ստեղծել, ընդհակառակը խնդիրներ, պրոբլեմներ, անպայման մաքրվեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական երջանկություն։ Բարև ձեզ։ Լաուրա 22 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լաուրայի համար։ Լաուրա 22 տարեկան, հաջողություն է ցույց տալիս սիրելի Լաուրա եւ ձեր անձնական ոլորտում եւ ձեր ֆինանսական ոլորտում։ Երազանքներ ունեք, նպատակներ ունեք, ձեր երազանքներն են, նպատակներն է կատարվելու են։ Քրիստինե 47 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար։ Քրիստինե 47 տարեկան, կա խնդիրներ, սիրելի Քրիստինե, կա խնդիրներ, բայց այդ սիրելի Քրիստինե, ձեր եւ անձնականն է փակված, ձեր ֆինանսականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, կա տոհմական անեզք, սիրելի Քրիստինե, ոչ անձնական դեթոնում անձնական լինի, ոչ էլ ֆինանսականը, կա տոհմական անեզք, որը փակում է ձեր ճանապարհը եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Սիրելի Քրիստինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից։ Բարև ձեզ, Դիանա 22 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դիանայի համար։ Դիանա 22 տարեկան, անձնական, սիրելի Դիանա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք սիրելի Դիանա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Աստված ցույց է տալիս վախեր կա, ինչ-որ խնդիրներ է եղել ձեր անձնական ոլորտում, որի պատճառով դուք վախենում եք, մի վախեցեք, սիրելի Դիանա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն։ Շնորհակալ եմ նվերների համար։ Էդիկ 24 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էդիկի համար։ Էդիկ 24 տարեկան, անձնական, սիրելի Էդիկ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք սիրելի Էդիկ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Վարդան Զինա, ձեր տունը կունենաք թե ոչ։ Վարդան Զինա, ձեր տունը կունենաք թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Վարդան,
Սիրելի Զինա, այո, դուք ձեր տունը կունենաք, ճիշտ է որոշակի բարդություն է ցույց տալիս, խնդիրներ է ցույց տալիս, բայց դուք ձեր տունը կունենաք, սիրելի Վարդան, սիրելի Լինա, Աննա, կընդունվեք համալսարան, թե ոչ, Աննա, կընդունվեք համալսարան, թե ոչ, տեսնենք ինչ ասում դիեզերքը, խնդիրներ կա, սիրելի Աննա, ոչ, ցույց է տալիս, որ չէ, հնարավոր է առաջի տարին չլինի, որովհետև ցույց է տալիս, որ խնդիրներ կա, բայց մի քվախեցեք, մի հիասթափվեք, հնարավոր է, եթե նույնիսկ այդ համալսարանն է չլինի, հնարավոր է, որ մյուս համալսարանը լինի, այստեղ ցույց է տալիս, որ դուք վախենում եք, նաև հնարավոր է մի քվախեցեք, ցույց է տալիս, որ կընդունվենք, եթե այդ համալսարանն է չլինի, մյուսը 100% կլինի, մի քվախեցեք։ Մայիս 47 տարեկան անձնական, Մայիս 47 տարեկան անձնական, դուք էլ շնորհակալ եմ ձեզանից, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Սիրելի Մայիս, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս երազանքների նպատակների կատարում, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Սիրելիներս, որոշել եմ արդեն դուրս գալու եթերից, իմացեք, որ ամեն շաբաթ կիրակի ունենում եմ եթերներ, որտեղ պատասխանում եմ ձեր հարցերին, եթե ունեք հարազատներ, եթե ունեք բարեկամներ, ում որ պետք է էքստրասենսի պայծառատեսի կանխատեսումը, օգնությունը, իրենց նույնպես տեղյակ պահեք, որ իրենք էլ նույնպես մոտենան, կարողանան այս եթերներին մասնակցել, իրենք էլ իրենց հարցերին պատասխան ստանան։ Շնորհակալ եմ ձեր նվերների համար, ձեր լայքերի համար, ձեր մեկնաբանությունների համար։ Այո, ես թուղթուգիր մաքրում եմ, թուղթուգիր չեմ անում, թուղթուգիր մաքրում եմ։ Թուղթուգիր մաքրում եմ, թուղթուգիր չեմ անում, սիրելիներս։ Ձեզ էլ պատասխանեմ, սիրելի Անուշ, 27 տարեկան, անձնական։ Սիրելի Անուշ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Անուշ, եւ ձեր կյանքի եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում կլինի հաջողություն։ Սևադա 45 տարեկան առողջական, Սևադային էլ նայեմ ու ավարտեմ։ Սևադա 45 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում դիեզերքը մեր սիրելի Սևադայի համար։ Սիրելի Սևադա, դուք կավաքինվեք, դուք կլավանաք, լսեք բժիշկների ցուցումները, կլինի ավաքինում, կլինի լավացում։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ստեսություն։ Ում չպատասխանեցի, վաղը կարող եք մտնել, իմ եթերները վաղը կարող եք մտնել, կպատասխանեմ։ Հաջողություն, ստեսություն։